նախնական արդյունքների արձանագրության թվերը որ կներկայացնեմ, արդեն ձեզ համար իրավիճակը հասկանալի կլինի, մենք կարելի ասել այս դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, որ մեկ ձայնը անգամ կարող է որոշիչ լինել մեր, այսպես ենք, քաղաքական ուժերից շեմին շատ մոտ քաղաքական ուժի համար և բոլորի ուշադրությունն հրավիրում, որ սրանք նախնական արդյունքներ են, այսինքն դեռ մենք ունենք ճշգրտման վերահաշվարկի փուլ, այսինքն եւ մենք բոլոր ջանքերը կիրառել ենք, որպեսզի մեկ ձայնի ճշգրտությամբ մենք թվերը ունենանք եւ այն արդյունքը, որ կունենանք, պիտի իդեալական արտացոլի Հայաստանի Հանրապետության ընտրողների կամքը։ Եվ այսպես արձանագրություն ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2,503,981 Քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 1237 Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 410 Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը 410 Ընտրողների ընդհանուր թիվը Ես ուղղակի պիտի բոլորին տեղեկացնեմ, որ ես արդեն 30 ժամ է թապես չեմ քնել եւ ստեղծան դեպի երկրորդ օրը անքնության այս վիճակում եմ գտնվում, պես որ խնդրում եմ ներողամետ գտնվեք։ Ընտրողների ընդհանուր թիվը 2,507,216 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 1,477,736 իսկ ընդհանուր ընտրողների թվից հաշված տոկոսային արտահայտություն 58,94 Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոցնձվող դրոշմանիչների ընդհանուր թիվը 2,605,100 Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 204,000 Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման տպված կտրոնների ընդհանուր թիվը 1,474,041 Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը 2368 Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը 1,476,409 Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 201,123 Չօգտագործված ինքնասոցնձվող դրոշմանիչների ընդհանուր թիվը 1,128,918 Անվավեր քվեաթերթիկների թիվը 17,097 Եվ այսպես հրապարակում եմ քաղաքական ուժերի ստացված քաղաքական ուժերի կողմ քվեարկած քվեների թիվը Ռեֆորմիստների կուսակցություն 1456 0,996,000 Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն 21,477 կամ տոկոսային արտահայտություն 1,470,000 Ուժեղ Հայաստան դաշինք 340,088 23,281,000 Հայաստանի շնորհապետական կուսակցություն 30,807
2,109,000 Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն 25,624 1,754% արտահայտությամբ Միասնության թևեր կուսակցություն 33,644 2,303% Բարգավաճ Հայաստան կուսակցություն 58,378 3,996% Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն 2,679 քվե տոկոսային արտահայտությամբ 0,183% Ժողովրդավարական համախմբում կուսակցություն 5,284 քվե տոկոսային արտահայտությամբ 0,361% Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն 26,567 տոկոսային արտահայտությամբ 1,818% Հայաստան դաշինք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 727,827 49,825% Հայաստան դաշինք 145,113 9,934% Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն 6,750 քվե տոկոսային արտահայտությամբ 0,462% Լուսավոր Հայաստան կուսակցություն 7,258 քվե 0,496% Ընդհանուր կուսակցությունների կողմ ձայները կազմել են 1,459,455 քվե Անճշտությունները կազմել են 1,279 Ես պիտի նաև տեղեկացնեմ, որ իմ կողմից հրապարակված տոկոսները, որ հրապարակում է իրենց մեջ ներառում են նաև անճշտությունների գումարը, որովհետև ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի հոդվածի 4 մասի համաձայն ազգային այս թիվին չի բանաձև ես իհարկե ինքը նախնական արդյունքները քվեարկության, բայց բանաձևը, որ հաշվարկում է, այսինքն նախնական արդյունքները, ինքը հաշվարկված է ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա։ Իսկ ընտրական օրենսգրքի պահանջն է, որպեսզի ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի կուսակցության դեպքում 4%, մինչև 3 կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքների դեպքում 8%, իսկ 4 եւ ավել կուսակցություններից կազմված դաշինքների դեպքում 10% կողմ քվեարկած քվեաթերթիկներ։ Սա բարձրաբանման մասով ես տեղեկացնեմ, որ նախնական արդյունքների արձանագրությունը չի քննարկվում, մենք ուղղակի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները ուղղակի իրենց ստորագրությամբ վավերացնում ենք նախնական արդյունքները